Ասեմ, որ իմ համար ընդհանրապես հայ առաքելական Սուրբ եկեղեցին շատ նեղ անձնական թեմա է, որի մասին առանձնապես չեմ սիրում շատ խոսել, ես մեղքերի թողության ժամանակ ծնկի եմ իջնում, ես նայում եմ, թե կողքերս ոնց են նայում ինձ, երբ որ ես ծնկի եմ գալի, բայց ես համարում եմ, որ տղամարդը պիտի ծնկի գա միայն Աստծո առաջ։ Ես ամենայն հայոց վեհապար Հայրապետի աչքը համբուրելուց ինձ արտոնյալ եմ զգում, որ ունեցել եմ նման հնարավորություն ամենայն հայոց վեհապար Հայրապետին հասնել ու նրա աչքը համբուրել։ Ասեմ նաև, որ ես մարդկային, ընկերական լավ հարաբերություններ ունեմ թե Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ անցած ճանապարհով, նաև որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ եւ թե վեհապար Հայրապետի հետ, ում հետ ոչ հեշտ ժամանակներ, որոշակի պետական պաշտոնում, որոշակի գաղտնիքներ եմ խոստովանել խոստովանության մեխանիզմով եւ թե հետագայում նաև մարդկային լավ հարաբերություններ եմ պահել։ Եվ այս թեման իմ համար շատ տխուր է, ես չէի ուզենա, որ այս թեման արծացվեր, այս թեման դառնար քննարկման թեմա, բայց կա հարց, որ անդադ մեր հանրության մեջ խոսվում է եկեղեցու, եկեղեցականների վարք ու բարքի կանոնի առումով, առավել եւս վերջին շրջանում, երբ եկեղեցու մի քանի ներկայացուցիչներ ակնհայտ քաղաքական դաշտում էին եւ այդ քաղաքական դաշտում անհարիր կոչեր էին անում, մասնավորապես ասենք Հաչապարյանը ասում էր, որ զինվորական հեղաշրջում է անել պետք։ Ասենք, եթե նախկին իշխանությունների որևէ մեկի ժամանակ որևէ եկեղեցական նման բան աներ, ես վստահ եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցին միանգամից կպաշտոնազրկեր այդ այլ տարբերակ չերել ունենա։ Այս պարագայում ոչինչ չեն անում։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցու սրբազաններից մեկը, չգիտեմ, միջազգային տարբեր կենտրոնների հավանաբար Կիրիենկո երահանգներով ինչ որ ազգայնական գաղափարախոսության վրա թեմաներ է խոսում, ասելով, որ ուր է այստեղ պետություն չկա, եթե պետությունը չի կարողանում իր սահմանները պահել եւ այլը։ Այս նույն բանն է, որ ես էլ ասեմ, որ եթե եկեղեցին չի կարողանում իր հոտը պահել, ու այդ հոտի անդամները գնում են աղանդավոր ու Եհովայի վկա են դառնում, ուր է այստեղ եկեղեցի։ Այսինքն, այս բանավեճը հանրային ընկալման մեջ կար, այս բանավեճը թեժացավ, ու պատասխանելով ձեր հարցին, այս բանավեճը ինչ է տալու, չի տալու ոչինչ, որևէ օգուտ չի տալու ոչ հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, ոչ Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու իշխանությանը, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին, որովհետև Հայաստանի Հանրապետությունում եկեղեցի եւ իշխանություններ խնդիրը սահմանադրությամբ կարգավորված է, նրանք պիտի լինեն տարանջատ եւ այդ տարանջատության մեջ յուրաքանչյուրը պիտի անի իր անելիքը։ Եկեղեցին ահռելի անելիք ունի աղանդների, առավել եւս պատերազմից հետո մեր հոգեբանական այս իրավիճակը ոտքի հանելու, հույսներ շնչելու, սեր ներշնչելու, հանդուրժողականություն միմյանց հանդեպ ներշնչելու առումով, քանի որ թշնամանք է աչուձախ, կառավարությունն էլ ահռելի գործ ունի անելու իսկապես Հայաստանի Հանրապետության սահմանների, անվտանգության, սահմանազատման, խաղաղության, տնտեսությունը ոտքի հանելու եւ այլնի առումով։ Եվ ինչքան շուտ է վեճը ավարտվի, որովհետեւ ինքը իրավական առումով որևէ լուծում չի կարող ապահովել։ Ինքը չի կարող ապահովել այն լուծումը, որ ամենայն հայոց կաթողիկոսին պաշտոնանկարի հրահանգով չի, SMS գրելով չի ստացվի SMS-ի տարբերակ էս անգամ Նիկոլ Փաշինյանի մոտ, նույն կերպ էլ հայ առաքելական Սուրբ եկեղեցին, ինչքան այդ կարգի հոգևորականներով փողոցում հայտարարություններ անի, այնքանով վարկաբեկում է հայ առաքելական Սուրբ եկեղեցուն, վարկաբեկում է հայ առաքելական Սուրբ եկեղեցու հագուստը, որը մեր համար խորհրդավորության նշան ունի, որի խորհրդավորությամբ մենք երեխեք ենք ամուսնացնում կամ մկրտում եւ այս ամենը ինչ որ առումով պիտի համարենք, որ այս վեճը որոշակի ստապություն բերեց
երկու կողմերին էլ, բայց այս վեճը օր առաջ դադարեցնել է պետք եւ այդ դադարեցնելը միանշանակ օգտակար կլինի։ Ես նաեւ կարծում եմ, որ հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդների միստվար զանգված իսկապես իրենց կամքով կամ իրենց կյանքից անկախ ուղղորդվում են դրսից, ուղղորդվում են Ռուսաստանից, ես օրինակ տեղյակ եմ, թե Հայաստանի պատասխանատու Կիրիենկոն Աբխազիայում, Օսեթիայում, Մոլդովայում ինչ տարբերակներով է կառավարել եւ որ մոտիվներն են տարել, այդ հիմնականում TikTok-ն է եղել, ազգային արժեքներ, ընտանիք եւ այլ այս համատեքստում, ինչը հիմա օգտագործում է այստեղ եւ դրա դեմը կտրել է պետք, այդ փակել է պետք, ինչպես փակել իշխանությունը պիտի այդ փորձի անել համապատասխան մարմինների միջոցով, որի անվանում ազգային անվտանգություն է, որը պիտի վերահսկի, որը այն մարդիկ անկախ նրանից սրբազան են թե չէ, թե կոչ են անում ռազմական հեղաշրջում անել, այդ մարդկանց միանշանակ պիտի պատասխանատվության ենթարկի։ Այսինքն եկեղեցին իր մեջ գտնվող քաղաքական գործիչներին պիտի ասի հանեք փիլոններ ու գնացեք քաղաքականությամբ զբաղվեք։ Հակառակ դեպքում այդ թեմայով չպետք է խոսեք։ Հակառակ դեպքում դուք չեք կարող որևէ թեմի առաջնորդ ու սրբազան լինել։ Այ ամբողջ խնդիրը սրանում է։ Իշխանությունն էլ պիտի եկեղեցու ներքին կարգ ու բարքը, ներքին կարգ ու կանոնները, կաթողիկոսի ընտրություն եւ այլ կաթողիկոսի զավակ ունենալ, չունենալի դեպ այդ մասով, պարոն Սարգսյան, վարչապետը պնդում է, որ պետք է անհետաձգելիորեն պարզվի այդ հարցը, նա զավակ ունի թե ոչ։ Եթե պարզվի, այսինքն սրանից պետք է հավատավորների դիրքորոշումը փոխվի եւ նույն ձեր դիրքորոշումը, ինչպիսին կլինի, ասացիք, դուք վեհապարի աչքը համբուրում եք, այսինքն եթե պարզվի, որ զավակ ունի, դրանից հետո վերաբերմունքի փոփոխությունը նորմալ է։ Գիտեք ինչ, ես թե Գարեգին առաջինի, թե Գարեգին երկրորդի վեհապար հայրապետների աչքը համբուրելուց երբեք չեմ մտածել նրանք զավակ ունեն թե չէ։ Ոչ էլ իմ երեխաների մկրտության կամ հարսանիքի արարողության չեմ նայել տվյալ սրբազանը կուսակրությունը պահում է թե չէ։ Ես հարգել եմ այդ եկեղեցին, հարգել եմ այդ խորանը, հարգել եմ այդ հագուստը, ինձ որպես մարդու հետաքրքրում է այդ եկեղեցու սպասավորը սեր ու հանդուրժողականություն է քարոզում, դեպի Աստված ճանապարհ է քարոզում, Հիսուս Քրիստոսին նմանվել է քարոզում, թե թշնամանք, հակադրություն, ռազմական հեղաշրջում, նման հոգևորականը չի կարող, ես չեմ պատկերացնում քրիստոնյա մարդ, որը ռազմական հեղաշրջում է պահանջում կամ թշնամություն է պահանջում։ Իրենք ում օրինակը որ վերցրել են կուսակրոնությամբ, այսինքն Հիսուս Քրիստոսը ամուսնացած չէր, հետևաբար կուսակրոն էր, հետևաբար իրենք էլ Հիսուս Քրիստոսի հետևորդ են ու պիտի կուսակրոն ունեն, նույն Հիսուս Քրիստոսը բարի սամուրացու օրինակն է պատմում, որ այդ բարի սամուրացին որը չպետք է օգներ հակառակ կրոնի, հակառակ դավանանքի հրեային, որ հրեաները գալի անցնում գնում էին ոչ մեկը ոչինչ չէր անում, նա թալանված էր ու վիրավոր ընկած, իսկ սամուրացին ոչ միայն օգնեց, տարավ ապաստան տվեց, գումարը վճարեց, ասեց եթե կպակասի հաջորդ գալուց էլ կտամ։ Հիմի ով է ավելի Աստծուն մոտիկ։ Այսինքն Աստծուն մոտ է նա, ով խաղաղություն, հանդուրժողականություն, նվիրվածություն, սեր է քարոզում։ Դեպի Քրիստոս ճանապարհը սիրո ճանապարհն է։ Եվ այս առումով իմ կարծիքով եկեղեցին պիտի ավելի ներողամիտ լինի։ Նախ նրա համար, որ վերահապար հայրապետը տարիքով ավելի մեծ է, հետևաբար ինքը պիտի ավելի մեծահոգի լինի։ Ներողը պիտի ավելի ուժեղ լինի։ Ես համարում եմ, որ վեհապար հայրապետը պիտի ավելի ուժեղ լինի, քան Հայաստանի Հանրապետության ցանկացած վարչապետ։ Իսկ ուժեղը պիտի կարողանա ներել։ Այսինքն առաջի քայլը պիտի անի վեհապար հայրապետը։ Պիտի անի վեհապար հայրապետը ու պիտի այս խնդիրը լուծվի։ Այս խնդրից ուրախանում են ու այս խնդրից շահեր են հավաքելու ոչ միայն մեր թշնամիները, այլև մեր բարեկամները, այլև մեր երկրի ներսում եղած մարդիկ տարբեր թևերի փորձում են շահեր քաղել, որը ընդհանուր պետությանը, Հայաստանի Հանրապետությանը որևէ բանով ձեռնատու չի։
Պարոն Սարգսյան, կապել այս ամենը նախընտրական տրամադրությունների հետ նման կարծիք է հնչում, որ Նիկոլ Փաշինյանը այլևս կարծես թե չի կարողանում արդյունավետ օգտագործել այդ նախկիների գործիքը եւ հիմա էլ թիրախավորում է եկեղեցուն, ընդ որում թիրախավորում է շատ ավելի վատ բառապաշարով, ուղիղ հայոյանքներ ենք մենք լսում եւ եթե դուք կիսում եք այս կարծիքը, ապա մենք ինչ պատկեր ենք ունենալու, այսինքն այդ նախընտրական շրջանը ինչ տրամաբանությամբ է ընթանալու, երբ այդպիսի բառամթերք է օգտագործվում եւ արդյունքը ինչպիսին կարող է լինել։ Գիտեք, եթե եկեղեցու սպասավորը զբաղվում է քաղաքականությամբ, ապա նրան հակադարձելը քաղաքական տրամաբանության մեջ։ Դա նախընտրական է, թե նախընտրական չէ, խնդիրը դրանում չի, ընտրության հաջորդ օրն արդեն նախընտրական է։ Ընդհանրապես քաղաքականության մեջ այդպես։ Եթե կա եկեղեցու սպասավոր, որն ասում է, հայտարարում է, որ Հայաստանում պիտի ռազմական հեղաշրջում անել, որպեսզի երկիրը փրկել, կա եկեղեցու սպասավոր, ինչ որ սառեցած կամ չսառեցրած տարբեր գույնի փիլոններով ու տարբեր անհետ տեսակետներ ասելով, օրական տարբեր լրատվամիջոցներում նստած ասում է, որ համաժողովրդական սիրո շարժում է սկսելու երկրում իշխանափոխություն անելու, իսկ թե սիրո շարժումը ինքը ինչ բառապաշարով էր օգտագործում։ Դուք հիշում եք ինքը իմ նկատմամբ ինչ բառապաշար էր օգտագործում։ Դա իր սերը, դա իր հանդուրժողականություն։ Ես օրինակ իրեն ներել եմ։ Ես կարողացել եմ հասնել նրան, որ ինձ վիրավորողների հետ համակերպել եմ ու կարողացել եմ ներել։ Ինքը սրբազան է չի կարողանում։ Ինքը իր չարության գերին է դարձել, ու այդ չարությունն իրեն կործանելու է։ Ոչ միայն այս կյանքում, քաղաքական կյանքում ինքը զրո արդյունք է գրանցելու, այլև Աստծուն երբ հանդիպի, այնտեղ ասելու բան չի ունենալու։ Պարոն Սարգսյան, օրերի տարբերությամբ մենք տեսանք Հայաստան այցելություններ արտգործնախարարների Ռուսաստանի եւ Ֆրանսիայի, չնայած Լավրովի այցին, ռուսական կողմի այդ ակնկալիքը հյուպատոսություն բացելու կապանում մնում է անարձագանք, ամեն դեպքում Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ այդ թեման ընդամենը քննարկվում է եւ հյուպատոսություն բացելու որոշում չկա, մինչդեռ մենք տեսանք Գորիսում Ֆրանսիայի պատվո հյուպատոսի գրասենյակի բացում, նաև նախարարները հայտարարեցին, որ մտադիր են նախապատրաստել ռազմավարական գործընկերություն։ Դուք ինչ դիտարկումներ կանեք այս այցերի հետ կապված, արդյոք Լավրովի Հայաստանում հնչեցրած հայտարարությունների ֆոնին ակնկալել, որ հայ-ֆրանսիական հարաբերությունները կամ այդ մտադրությունները իսկապես մի օր կվերածվեն գործի կամ շոշափելի փաստաթղթի։ Նախ կուզենայի ասել, թող լույս իջնի եղբորս Վազգենի Շիրիմին, ինքն ասում էր մեղրին իր քար ու քրայով աշխարհի մեծերին մեր դուրն է բերում։ Այս հյուպատոսարաններ ունենալու մղումը ցանկությունը Սյունիքում Վազգենի հետ ասացի ապացույցն է, այդ միանշանակ է։ Այսինքն դա ամեն գնով պահել է պետք, ինչը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Օսկանյանի հետ պատրաստվում էր փոխանակել Լաչինի հետ Ղարաբաղում անկախություն ունենալու առումով։ Եվ ինչքան էլ իրենք փորձեն հերքել իրենց ընկեր դաշնակցությամբ, իրենք շատ լավ գիտեն, որ ես ճիշտ եմ ասում, որ ես Աստծո առաջ որևէ մեղք չէի վերցնի վրա նման բան պնդելու, որ ես ճիշտ եմ ասում, իրենք այդ բանակցել են, իրենք էլ այդ գիտեն, ուղղակի իրենք հիմի դրանից հրաժարվում։ Ժամանակին իրենք դա անելու համար հիմնավորումներ էին բերում, որ այսպես թե այնպես Պարսկաստանում մի օր հեղափոխություն է լինելու, որ այդ կրոնական իշխանությունները երկար չեն հարատևելու, իսկ այդ հեղափոխությունից հետո 17 միլիոնանոց Ատրպատականը, որը կա Թավրիզի նահանգում, ինքն էլ է հեղափոխություն անելու Լեռնային Ղարաբաղի նման, ու ասի, որ ուզում եմ միանամ Ադրբեջանին ու որ միացավ, այդ մեր սահմանը 0 գին է ունենալու։ Հիմի 6 միլիարդ գումար են տալի դրա դիմաց, քանի տալիս են, բերեք այս խնդիրը այսպես լուծենք։ Այս միանշանակ այդ ժամանակների բազմաթիվ անգամներ քննարկված, նույնիսկ գումարի գինը գրած քննարկված թեմա է։ Սկզբից 4 միլիարդ էր, հետո իմ հակադրությունների պարագայում ասեցին չէ 4-ში 6 է, իմիջիալոց 8 միլիարդ էլ Ադրբեջանին էին տալիս էին գաղթականների հետ վերադարձի համար։ Այդ մեղրին չստացվեց։ Եւ այդ չստացվելու առումով իրենց կյանքը տվեցին իմ եղբայրն ու Կարեն Դեմիրճյանը եւ ազգային ժողովում զոհված մնացած բոլոր
զոհերը, այստեղ նաև իմ փոքր լուման ունեմ նաև ես, որ այդ բարձրաձայնեցի, այդ դարձավ այն աղմուկը, որից հետո այդ գիծը տանելը դարձավ անհնարին, որովհետև եթե ինձանից հետո իրենք փորձեին այդ գիծը տանեին, իսկ ես արդեն ընդդիմադիր էի ու փողոցում էի, ստացվելու էր, որ հոկտեմբերի 27 հարել են հենց իրենք այդ գիծը առաջ տանելու համար, դրա համար իրենք հրաժարվեցին այդ գծից։ Ու հետաքրքիրն է, որ այդ գծի կողմնակից մարդիկ բոլորն էլ ռուսական գծի մեջ ու ռուսական ուղեցրում էին։ Ու այդ մարդիկ այսօր էլ նոյեմբերի 9-ին 3-րդ կետով միջանցքը տալու կողմնակիցները։ Ու այդ մարդիկ են, որ այն ժամանակ ասում էին, այս 5 ռոմանտիկների գործ է, Ուչասկովի գործ է, այսօր մեկն էլ կա, որ ասում է այդ պորտքում է եւ սրբազան պորտքում է։ Այսինքն այդ տերորիստի ակնհայտ ահաբեկիչ տերորիստի նկարագիր է ու այդ նկարագրով մարդու կերպարը։ Այդ մարդիկ գործել են այդ սկզբունքով, ուրիշի ձեռքով եւ նման տեսակետ ասողները ուղակի կամ անուղակի հոկտեմբերի 27-ի շահառու են եղել եւ իրենք շահել են դրանից եւ իրենց սրտով է եղել, որ հոկտեմբերի 27-ը եղել է, անկախ նրանից իրենք են պատվիրել թե ոչ։ Հիմա եկեք մեր օրեր հյուպատոսությունների ներկայությունը եւ ոչ ռուսական հյուպատոսության բացումը, սա նշանակում է արդյոք, որ այս իշխանությունը ամեն գնով փորձելու է պաշտպանել Սյունիքը, այդ ձեր ասած այդ ծրագրերը խափանել։ Գիտեք, պատերազմի ծանր պարտությունները Հայաստանին պարտադրում են տարբեր ուղղություններով համակերպվել Ադրբեջանի պահանջների հետ։ Այդպես էր նաև այն ժամանակ, երբ որ մենք էինք հաղթել, ու Ադրբեջանը ստիպված համակերպվում էր մեր պահանջների հետ։ Ադրբեջանը 94 թվականին համաձայնել է զինադատարի փաստաթուղթ ստորագրել։ Եվ այդ փաստաթղթի ստորագրմանը մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը։ Այդ պատկերացնում եք չճանաչած իրենց կողմից չճանաչվող պետության պաշտպանության բանակի հրամանատարի հետ իրենք համաձայնում են փաստաթուղթ ստորագրել։ Այդ նվաստացման հավասար բան է։ Ինչի համար գնացին դրան, որ կառուցեն Բաքու ջեհյանը, որ կարողանան խաղաղության ժամանակ կորզել, կարճ ժամանակ կորզել խաղաղության համար, որ կարողանան հարստանալ, ոտքի կանգնել, բանակը ոտքի անել։ Ադրբեջանը այդ ժամանակ 6 միլիոն էր, բայց 40,000 զորակոչ չէր կարողանում անել։ Հայաստանը այդ ժամանակ 60,000 զորակոչ չէր կարողանում անել։ Այսինքն բոլորը փախնում էին բանակից։ Այսօր Ալիևը գլուխ է գովում, որ այ տեսեք 44 օրյա պատերազմի ժամանակ մենք 0 դասալիք ենք ունեցել, իսկ Հայաստանը 44 օրվա պատերազմի ժամանակ դուք համարյա զինվորներ չեք օգտագործել։ Դուք օգտագործել եք ռոբոտներ, անօթաչու թռչող սարքեր, որոնք թուրքական բանակի սպաները նստած Կիրովաբադից կառավարել են այդ անօթաչու թռչող սարքերը, օգտագործել եք իսրայելական հեռահար լորյար տիպի հրթիռներ, օգտագործել եք կառավարվող հրթիռներով հրետանի, այսինքն դուք զինվոր չեք օգտագործել եւ սպառազինության նման տարբերություններ, սպառազինության որակի նման տարբերություններ, որ նման հնարավորություն տվեց Ադրբեջանին։ Հիմա տեսեք, այդ տարիներին Ադրբեջանը գնացել է նման զիջման, որ կարողանա խաղաղություն ունենալ ու այդ խաղաղության ընթացքում ոտքի կանգնել։ Հիմա նույնը անում է Հայաստանը։ Տեսականորեն, երբ որ Հայաստանը համաձայնվում է, ասենք, սահմանազատումը սկսել Տաուշից, այո, դա արդեն զիջում է։ Տեսականորեն, երբ որ Ադրբեջանը անընդհատ հոխորտում է, բայց Հայաստանն ասում է, չէ, ես պատրաստ եմ գալ խաղաղության համաձայնագրի միայն խաղաղություն լինի, այս ամեն ինչում երևում է, որ նա պահանջում է Հայաստանը ընդառաջ քայլ է անում խաղաղության հասնելու համար, ժամանակ ձգելու համար։ Ինչի, որտեվ հակառակն անելու պարագայում պատերազմ է, իսկ այդ պատերազմին մենք դեռ պատրաստ չենք։ Ակնհայտ է, չէ, որ մենք դեռ պատրաստ չենք դրան։ Մենք չենք այն, որ ասում էին Տաուշից գալու ենք, գնանք հասնենք մինչև Լեռնային Ղարաբաղ ու հարցնում ես ո՞նց, պատասխանը մեկն է, չէ, կգնանք Վլադիմիր Վլադիմիրիչի մոտ, ինքը ոնց կասին, հենց էլ կանենք։ Բաշար al-Ասադը շաբաթը մեկ գնում էր Վլադիմիր Վլադիմիրիչի մոտ։ Հիմա ընդմիշտ մնացել է այնտեղ։ Լեռնային Ղարաբաղի նախկին երկու ղեկավարները Բակո Սահակյանն ու Արկադի Ղուկասյանը, ում հետ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել, անում էին այնպես, ինչպես Ռուսաստանն էր ուզում, նաև Արայիկ Հարությունյանը։ Հիմա իրենք ուր են։ Նույնը լինելու է Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը մտածում է, որ ինքը գա ու քիմիա ունի Պուտինի հետ, ու այդ խնդիրները այլ կերպ կլուծվեն, չարաչար սխալվում է։
Որովհետև Ռուսաստանն ունի շահեր ու այսօր այդ շահերը չի համընկնում Հայաստանի շահերի հետ։ Չի համընկնում ուղղակի։ Բաշար al-Ասադի ու Վլադիմիր Վլադիմիրի Պուտինի միջև եղած քիմիան անհամեմատ ավելի մեծ էր, որովհետև ինքը Տարտոսում նաև ռազմական նավատորմ ուներ։ Ինքը դուրս է եկել միջերկրական ծովից, ինքը այնտեղ երկու բազաներն է Սիրիայի թողել։ Սիրիան համարյա դառնում էր վերջին սովետների վերջի տարիներին Ռուսաստանի Հանրապետություն էր դառնում, ասենք, սովետական միության ինչ-որ մաս էր դառնում։ Այդ մերձավոր արևելքից ամբողջությամբ դուրս է եկել, այս Կովկասից էլ է դուրս գալու։ Ու այս համատեքստում, ասենք, երբ որ Լավրովները գալիս են ու ուզում են, որ մենք պահանջենք, որ մենք անենք այնպես, ինչպես անում էինք, ասենք, 1992, 93, 94 թվականից հետո, այդ անհետ է, այդ մարդիկ ծերացել են, մնացել են նույն տեղում։ Հիմա 94 թիվը չի։ Հիմա 2025 թիվն է, ու իրենք էլ իրենց չեն պահել այնպես։ Եթե իրենք իրենց կպահեին այնպես, ինչպես այն ժամանակ էին պահում, այսօր այդ պահանջելու խնդիրը չէր առաջանա։ Այսօր ֆրանսիական հուպատոսություն ունենալու խնդիրը չէր առաջանա, բայց իրենք իրենց այդպես չեն պահել։